հարցնում են գունավոր խմիչքը հատկապես վնասում է լյարդին, այ օրինակ թթի օղին տնական կարող է նույնիսկ մաքրել։ Այ դա հենց ձեր հաղորդման անվանման մեջի միֆ է, որովհետև կարևոր չէ ինչի կազմում է ալկոհոլը մտնում օրգանիզմ, ընկնում ստամոքս, ցանկացած ալկոհոլային խմիչքի մեջ գտնվող այդ էթիլային սպիրտը այն վնասում է լյարդը եւ գունավոր լինելը առհասարակ կապ չունի եւ այստեղ տոկոսի հետ կապված էլ կա, որ եթե օրինակ գարեջուրը ավելի թույլ է, այն չի վնասում, սակայն դա էլ է միֆ, որովհետև մեկ բաժակ, մեկ միավոր, մեկ բաժակ օղին, եթե այն 50 գրամ է եւ եթե օղին 40%-անոց է, այսպես ասած, այսինքն մոտ 20 գրամ էթանոլ կա այդ մեկ բաժակում։ Մեկ 330 միլիլիտրանոց գավաթ գարեջուրը նույնքան էթանոլ է պարունակում, եթե մենք տոկոսով բազմապատկենք գարեջուրը, ինչքան մեկ փոքր բաժակ օղին։ Այսինքն գարեջուրը 50 գրամով չեն օգտագործում, այլ առնվազն 300։ Եվ այսինքն ընդհանրապես էական չի որ խմիչքն է, եթե այն պարունակում է էթանոլ, ուրեմն այն վնասում է լյարդը։ Ցավոք սրտի, սա չենք կարող շրջանցել։